Ապօրինությունից խոսում են այնպիսի ուժեր, որոնք այս ընտրությունները պարզապես շեմը հաղթահարել են ընտրակաշառքի հիմքով եւ դա ապացուցված հանգամանք է այլևս, որովհետեւ արդեն հակակոռուպցիոն կոմիտեում գոյություն ունի 122 գործ այդ առումով եւ եթե չեմ սխալվում 90%-ն արդեն դատարան ներկայացված է եւ հայցերը բավարարված են։ Եվ նույնիսկ այսօր տեսա, որ միջնորդությամբ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է արդարադատության նախարարությանը, որպեսզի նախագծեր մշակեն, քանի որ շատ կազմակերպված է եղել այդ ընտրակաշառք բաժանելը, թե մարդկանց համակարգելը եւ այլ, այսինքն մի կետից կազմակերպված, այսպես աշխատել են երկար մեծ ռեժիմով եւ կարողացել են ներգրավել եւ ընտրակաշառքի հիմքով են ընտրվել։ Եվ այդ մարդիկ այսօր խոսեն ապօրինաբար կամ ընտրակեղծարարությունից, գոնե ելի եմ ասում, ամոթի զգացողություն մի քիչ շեմ կունենան։ Ես կարող եմ ասել, որ այսօր ցավոք սրտի ընդդիմության աթոռները զբաղեցնում են մարդիկ, ովքեր ոչ մի քաղաքական արժեք չունեն, բացի գումար ունենալուց, որը բաժանել եւ այդ հիմքով ընտրվել են։ Իհարկե ցավում եմ նաեւ, որ նաեւ ընտրակաշառքի հիմքով մարդիկ գնացել եւ ընտրություն են կատարել, բայց ինչ որ տեղել, չգիտեմ, ուրախացրեց թե ինչ, որ նաև իրենք իրանց խաբված են զգում, որովհետև երևի իրանց հաշվարկների մեջ սխալվել են, ընտրակաշառքը բաժանել են եւ մարդիկ ամեն դեպքում նույնիսկ այդ գնով իրենց տոկոսը չեն ապահովել, այն ինչ որ իրանք ակնկալել են, որ պետք է ստանան, անզգույշ խոսելու վարպետ են, գիտեք, եւ երբեմն իրենց դեմ մատնություն են տալիս, սա էլ ասեմ, այդ իսկ պատճառով բողոքել մի բանից, երբ որ իրենք են առաջինը հիմքը դրել ընտրակեղծարարության ու փորձել ամբողջ այս քանի դեռ այդ կոռուպցիոն ռեժիմը այդքան արմատախիլ էին կարել, այդքան աշխատել էին, որ ընտրակաշառքների վերջը տրվեր, բայց ամեն դեպքում բերեցին, ներմուծեցին ու այսօր այսքան գործերով ասում են,